Ողջույն ընկերներ, այսօր միասին ենք լայվ անելու իմ Ղարաբաղից ամենաթանկ մարդկանցից մեկն է Ձյաձսլավան, Facebook-ում եթե ուզենաք հես եթերից հետո կհետաքրքրի կարող եք նաև իրան պատվից կարել Սլավա Սարգսյան, այդպես էլ ինչպես անձնագրով, այնպես էլ Facebook-ում կա։ Ուրեմն Ձյաձսլավայի հետ ես Ստեփանակերտից եմ դեռ ծանոթ շրջափակման օրերի նույնիսկ միջև շրջափակումն էի ծանոթ, այսինքն 22 թվականի դեկտեմբերին դեղի ունեցավ շրջափակում, բայց ես 22 թվականի մայիս-ապրիլ ամիսներին երևի արդեն Ձյաձսլավայի հետ ծանոթ էի եւ մի մարդու հետ եմ ես շփվել, որ ունի ստեղծած, ունի ապրած 74 տարեկանը վերջերս ինքը լրացավ, պատկերացրեք սովետի ժամանակների թե Ստալինի մահանալու հաջորդ օրն է Ձյաձսլավ, չէ, մի տարեկան։ Մի տարեկան էր որ Ստալինը մահացավ ու պատկերացրեք Խրուշչով, Բրեժնև, Գորբաչով, մինչև Ռոբերտ Քոչարյանին մանկությունից ճանաչում է Ձյաձսլավան, եթե Ռոբերտ Քոչարյանը կհետաքրքրի ով է եղել ինքը Ստեփանակերտում եւ ինչպես է ինքը հիմա ապրում Երևանում, դրա մասին կարող է Ձյաձսլավան էլ հիշեցնի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի դեռ նոր քաղաքականությունն էլ չէ, ԽՍՀՄ-ի պարտորգ է եղել ինքը այդ ժամանակներից դրանից առաջ էլ Ձյաձսլավան ճանաչում է 2 տարի էլ տարիքով մեծ է 2 թե 5 Ձյաձսլավան 2 տարի էլ մեծ է իր հետ ես այսպես ասած մեր շփումը մեր ընկերությունը այսպես ասած ստեղծվել է արդարության ճշմարտության գաղափարախոսության ներքո ինքը հետ տեսել է որ խոսում եմ անկեղծ արդար խոսում եմ անհանգստանալով մտահոգված երկրի վիճակով դեռ Ստեփանակերտից վերջը մարդա ուղարկել եկել են տեսել են գնացել եմ հանդիպել ենք ու ուզում եմ ասեմ մեր ընկերությունը ստեղծվել է հանուն պետության հանուն մեր ժողովրդի Արցախի մնալուն դե ինչ օգուտ եւ իր ներդրումը եւ իմ ներդրումը ջուրն է անկել նույնիսկ մի խոսք եմ հիշում Ձյաձսլավան ասել է շրջափակման օրերին ես տեսանյութը նկարահանել գցել եմ Facebook դուք այն ժամանակ չեք տեսել իր նկարը որովհետեւ նկարը փակ էի տեղադրել բայց խոսքերը կհիշեք ասել է Ղարաբաղի ժողովրդին էլի դուրս եկեք ձեր իրավունքների Արցախի լինելիության համար պայքարեք որովհետև վաղը անտուն եք մնալու նույնիսկ Սամվել Բաբայանից առաջ է ասել Սամվել Բաբայանն ասել է մայիսի 15-ին Ձյաձսլավան ասել է ապրիլ ամսի վերջերն էր ես այսօրվա պես հիշում եմ կարամ տեսանյութը թարմացնեմ էլ վաղը Երևանի փողոցներում ձեր երեսին թքելու են եթե այսօր ձեր հոգսը չհոգաք վաղը ձեր երեսին թքելու են Այդ կոպիտ բառի համար չգիտեի ասում ջնջեմ թե չէ մեկ էլ չջնջեցի որովհետև խոսքը ես չեմ հնչեցրել ես երիտասարդ եմ իրավունք չունեմ այդպիսի խիստ ճշմարտություն ասեմ բայց Սլավան ունի ապրած եւ տարիք ինքը իրավունք ուներ այդ խոսքը ճիշտ տեղին հնչեցրել է ուղղակի լրջությունը չեն գիտակցել չեն հասկացել կներեք որ երկարծրի մի թեթև ես ծանոթացրի Ձյաձսլավային ինքը ստեղծած ուներ լիքը բաներ Ստեփանակերտում ինչպես մնացած արցախցիներ այնպես էլ ինքը այսօր վերաբնակվել ենք, այսօր բռնի տեղահանվել ենք եւ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Խնդրեմ Ձյաձսլավան էլ կարա հիշի իր հուշերից, օրինակ միշտ պատմել ես ինձ Ռոբերտ Քոչարյանը ինչ խիստ կարգապահ ազնվորություն է եղել ինչա կոչում կաշոկ կոմբինատում, չէ։ Հա, լավ բաներն էլ ես հիշում, որ ինքը իր խստությամբ, իր իբր թե չեսնի է եղել նույնիսկ անկեղծությամբ, մաքրությամբ Բայց դե մնացածը թողինք պատմի, ինչ եղավ, ոնց եղավ, ինչեր ես հիշում, Ձյաձսլավ։ Դե ճիշտ ասած, ես սկսեմ ուղերից, ինչ Ռոբերտ Քոչարյանը ճանաչել, բայց կյանքամ ապարատ ունենք, ես ընտանիք հասել եմ, դաստիարակած երեխեք, շատ մարդ գիտի ծնողներս ինչպես են պահել, ապարատս վերջ ամեն ինչ, բայց կյանքի մարդ էլի կներեք ժողովուրդ ջան, ուղղակի ես հեռախոսը բանանեմ, կյանքի մարդ հա, Ձյաձսլավան ոչ պոլիտիկա, բայց պոլիտիկայից էլ հասկանում, ոչ պատմաբան, բայց պատմություններ է լավ հիշում, պատմությունը Արցախից պատմությունը եմ տեսած, հա էլի այդ եմ ասում Ֆին գրողը կարող է քեզան շատ է տեսել, հələ մի հատ էլ ավելի ցրած է գրում կամ պակաս ցրած։ Գրողը ոնց է գրում այդ իր գործն։ Ուրեմն շատ sense ասեմ էլ շատ աղքատ ընտանիքից չեմ ուզում մանրանամ, ինչը ոնց եմ ապրել, ինչ եմ ապրել, բայց ուզում եմ սկսեմ դրից
ես որ Ռոբերտ Քոչարյանն եմ ճանաչել, համարյա մի փողոցում ապրելու, համարյա ամեն օր օրում մեջ պատալու, վերջը Ղարաբաղի Ստեփանագերդի մանավանդ բնակիչները սա գիտեն բազարի թաղից, ինքն էլ հեռու չէր այդ բազարի թաղից, իր աղբերը Վալերիկը մեր հետ շփում էր այն երեխա վախտուանից։ Իրանց բոլորին գիտեմ, ում հետ աշփվել, ոնց ապրել, կարոջի մեր փողոցն ա եղել, ընդհանրապես Ղարաբաղը գոյություն ա ունեցել փողոցով, շուկայից սկսած, մեր համար տարբերություն չկա, ընդեղ 40 հոգի են, կամ 50 հոգի են, կամ Ադրբեջանի կազմում ենք, կամ քանի միլիոն է Ադրբեջանը, մենք մեր երկիրը պահում ենք նենց, որ ինքը գիտի այդ ինչ ասում է, որ ոչ մեկ չեր կարան դաժե ադրբեջանցիներն ա վերաբերում, իրաց լեզուն խոսում մեր քաղաքում, Շուշից եկող, Աղդամ գնացող, տրազիտ էին գնում, ռիսկ չեն անում, Ստեփանագերդով գնան, այդ վիճակից սկսած ես ճանաչում Ռոբերտ Քոչարյան։ Ռոբերտ Քոչարյանի հասակը մեր արդեն հասակ առնելուց Ռոբերտ Քոչարյանը ընտրել է ուրիշ ուղի, քանի որ մենք փողոցում ենք էլ սա 6-րդ դասարանից են դպրոց անել։ Բայց այն ջահելության են ամեն ինչը ինք տեսել ամես։ Մենք ենք մեր թասիբով, մեր ռիսկով, մեր ամեն ինչով Ղարաբաղը հայեց պահել։ Բայց ինքն էլ է մասնակից եղել դրանց այլ սլավոննակ։ Այն երեխա վաղտը ինչ որ կարող է մուրազա եղել կամ թե չէ վերջել դենց Չոնա թասիբի հարց, եթե եղել է Թուրքի հետ կոնֆլիկտ է եղել, ինքը եկել է հայկական թասիբի հետ։ Ես այդքան էլ հետաքրքիր չի, ուղղակի որ դու ասար, ես ուզում եմ հետաքրքրեց, ինձ հետաքրքիր է Քոչարյանի քաղաքական ուղին, էլի օրինակ Լեռնային Ղարաբաղի շարժման մեջ ինքը սկսեց, բայց իրան ուրիշ բան էին առաջարկում, որ սրա վերջը լավ չի լինելու, Ղարաբաղը սարքելու եք եղբայրական գերեզման։ Դել կասեմ, Գյորգ, Պրոստո այն մանկությունից ուզում եմ երկու բան հիշեցնել, ընդեղ ինքը Սերժը, Մուսայելը, Մարատը, ընդեղ Սուրիկ կար, ընդեղ վերջելի կամո կար իրանք ճուտու, սաղ կոմունիստ էին, կամսամոլ կոմունիստ։ Ես էլ վերջել ընդենց պրոֆտեխուչիլիշը ավարտած, բան որ աշխատելով, ես իմ իջ ձև կոպեկ աշխատելով, հետո մատ ընգեր ունի, Վովան, առաջարկեց, արդեն այդ բանակից հետո, նչև բանակ, վերջը, իրար գիտեինք, ով հասակն ու գյորը արդեն ջոգվեցին էլ ենք, մեկ կամսամոլի ճողով բրնեց մեկը կամսամոլ էլի բարտորկ, Մարդիկ հարցնում ես մախի հիշեցի Քոչարյանին, տպավորությունը, որ Քոչարյանի համար բանիկ խոսում, ինչա քարոզարշավ ենք անում, ոչ մի քարոզարշավ չկա անգեներ ջան, ինչպես ես, այնպես էլ Զացլավան չկա կուսակ։ Քարոզարշավ չկա, քարոզարշավ չի, մեր խոսացածը ուրիշ բան է, Քոչարյան Ռոբերտը եղել է երևի ամենամաքուր կոմունիստը, կամսամոլ կոմունիստ Քոչարյան Ռոբերտն է։ Քոչարյան Ռոբերտը սաղի ձեռին խփողն է եղել, Քոչարյան Ռոբերտը եղել է պարտորկ, այն վաղտ շոլկի կոմբինատ էր։ Գողություն անողի ձեռին խփող, էլի, պատկերացնում 700 բան որ էր աշխատում, ընդեղ, որտեղ ինքը առանց կոպեկի, առանց աշխատավարձի կարող էր աշխատել և նվիրված կոմունիստ
Ինչ փոխեց իրան հետաքրքիր է։ Երևանը փոխեց։ Ստեփանակերտում տես չէր։ Հա, Երևանը փոխեց իրան, բայց մինչև Երևանը ինքն դա գործ ունի արած։ Ինքն դա բանը ոնց է գոչում տոնորենների խորհրդի նախագահ էր։ Հա։ Այդ կաշոկում։ Չէ, հետո էս բանը որ սկսել է, շարժումը որ սկսել է, այն վաղ արդեն տոնորենների խորհրդի։ Հա։ Գավառ էր եւ իր արած գործը այն վաղ այդ տոնորենների խորհրդի նախագահան միտինգներ, չգիտես ինչեր, ինչ ոչում կազմակերպում էր, բայց կոմունիստներից արդեն անջատվել էր, ազգասիրական էր, արդեն Անջատողական ժամանակներն էր, հա, միացման ավելի շուտ իբր թե Արցախը միացնենք մայր Հայաստան։ Հա, այդ միտինգները բան որ սկսվավ։ Ասма բայց եկավ Հայաստան ամենամեծ գողացողը դառա մի հոգի գրում է։ Քոչարյանը ասма եկավ Հայաստան դարձավ ամենամեծ գողացողը։ Նախ Քոչարյանն հարստությունը չուներ Ղարաբաղը ինչ որ ունի այստեղ։ Բայց դե մի մոռացեք։ Չէ, Քոչարյանը մի հատ Զապարոժը ձեր քշում հորն էին տվել, նվերել, այն բանը որպես պատերազմի մասնակից Զապարոժեցն էր։ Հա։ Զապարոժեց։ Կապոտ գույնի Զապարոժից էր քշում։ Եկավ այդ միտինգների վաղտը արդեն դեռ սկսեցին ամենքի իրանց վերջ թեզերը առաջ տալ, Քոչարյան Ռոբերտն էլ չեմ հավատում, չէ Ռոբերտ Թուկա պատպոլնի սենց ասեմ էլ են հայերեն ոնց է պատպոլնի ընդհատակի, հա գործ էր անում բերին 89 թվին Վոլսկին 89-ին է եկալ Վոլսկին կարծեմ 89-ին էլ որովհետև ես 89-ին իմ սեփական ավտոյով Ստավրոպոլ եմ գնացել երեխեքիս հետ 89-ին արդեն ադրբեջանցիները Հայաստանից փախած հայերը Ադրբեջանից փախած Ղարաբաղից ադրբեջանցիներ փախած Վոլսկին բերին Ղարաբաղ ու Վոլսկու հետ միասին Մոսկվայից Վոլսկուն ցեկայից են բերել ոչ թե Մոսկվան ուղարկել էր Արկադի Վոլսկին ովքեր հին մարդիկ իմանան հա ցեկայ կարող է 5-րդ 6-րդ մարտն եղել էլի որ բերել են ու Վոլսկինն էր անում որ ամենալավ ժամանակաշրջանները երևի այդ Վոլսկու բերելը մեկ էլ Գորբաչովի արդեն կոոպերատիվների բան ոչ sense են թույլտվությունը տված ամենքը մեր գործովելած Վոլսկուն բերին Վոլսկին արդեն ոնց որ հրամանատար էր այնտեղ թե չգիտեմ ինչ էր սա Վոլսկին էր գավառում նստեցիք տեղները սուսպոս ամեն ինչը մոսկովսկի обеспеченный ու ոչ թե խոսք էր այլ գործ էր որ ամեն ինչ բերում էին մեզ այնտեղ երկաթող գիծ ունեինք ամեն ինչ շինարնույթա չգիտես ընդդեմ մթերքա ինչա ամեն ինչ բերում էին եւ մի ահագին վաղտ հանգստացրել էին արդեն ադրբեջանցիներին որ հետագայում որոշեն արդեն Արցախի ճակատագիրը այդ ժամանակաշրջանում պատկերացրեք իմ հետ եղածն եմ ասում գնում եմ երեխեքիս կնգաս քրոջ տղուս վարերի հետ Ստավրոպոլ ճանապարհին զապրավկա չգիտես ոչ այնտեղ խոսալ լուծեցեն մի 10-15 օրով ընդ մնալ հետո հետ եմ գալիս Թոզ ռայոնում իրանց այդ Թոզ ռայոնում բան կար այնտեղ Կալցավոյ ոնց է հա էլի այդ Կալցավոյ անցնելուց քասար եմ անցնում ու միլիցեքի ավտոներ չգիտես ինչեր կանած այնտեղ
շվացնում են, բա ոչ մի կալցավոր կարճ ես մտել։ 5 ռուբլից սկսում եմ մինչև 25 ռուբլի կաշառք եմ առաջարկում, թողել է ժամը 3-ն է, քշեվա ժամը 3-ն է։ Երեխեքը կինս ավտոյի մեջ, բայց չէ, բանալները հանում եմ ավտոյից, ասեմ գնում եմ ռայկոմին, մարզպետ էլ է սրուա, ռայկոմին քնից արթնացնեմ, ասեմ որ ազգանունս կարդելա հայ ազգանունա հետապնդում է էլի իրականացնում ազգային հետապնդում ոչ կպելա ասենց ասեմ ես մի անգամից շշկրվում արա ուր ես գնում ասեմ ոնց ասել եմ գնում եմ սա մի տաքսիներ բանալներ հանած արդեն ու երթվում եմ էլի չգնաց որ շանդարա հարի թղթեր վերցրա գնա առանց կոպեկ առանց ոչ մի բան պատկերացրեք ոնց էր այդ պահի վիճակը Որսկին Ղարաբաղ լինելով ինչ վիճակ էր էլի որ ճանապարհները բաց ամեն ինչը Մոսկովսկի Աբիսպիչենի ամեն ինչ ուզես ու չէ եկավ մի քանի ժամանակ չգիտեմ ես բանով չեմ հիշում ամսաթվերով տարեթվերով երբ ինչ վերջել չէ բա պատերազմապետը դե երևի այն վաղ մտածում էին որ պատկերացրեք կոմունիստ են եղել ռևոլյուցիա են ուզում անեն տնօրենները խորհրդի նախագահին բայց գիտեն չէ որ կոմունիստները եկան իրաց վիճակը ոնց պիտի լինի ու սկսվում է այդ Քոչարյան Ռոբերտի власти ձգտումը պատկերացրեք այն վաղ Որսկին որ մչև ցեկա ասելա ինչքան կարիես կինի դասա չէ բայց Որսկու խոսքերն ասելա я такого карьериста в жизни не видел Քոչարյանի նկատի կարծեմ դες մի խոսքել Լևոն Տեր-Պետրոսյանն ասել Լևոն Հայրապետյանը Տեր-Պետրոսյանը ասելա որ եթե Ռոբերտ Քոչարյանի ոտը մեկը ճիշտ է ասում սեղմելա մանկապարտեզից մուրա պահելու Լևոն Տեր-Պետրոսյանն ասել բայց փողի այդ բանը շահի ագահության մասով Լևոն Հայրապետյանն էլ ասել էլի որ միլիոնատեր դարձակ միլիարդատերիկ լավ էդի հետ բայց նայ օրինակ ես էլ ու լիքը մարդել այսքան ժամանակ գիտի որ Ղարաբաղի շարժումը սարքել է Մոսկվան բայց քո խոսքերի մեջ այնպեսի տպավորություն է որ Վոլսկին եկել է Մոսկվայից որ խանգարի շարժումը չի ուզեցել որ շարժումը լինի Ղարաբաղի շարժումը լինի Ղարաբաղը այս վիճակին դառնա իբր ուզեցել է ձեռը վերցնի ինքնավար մարզ Մոսկվայի ենթակայության տակ ես այդպեսի տպավորություն եմ ստանում քո պատմածից ուղիղ Մոսկվայի սպասարկումը ամեն ինչով սուս նստեցիք տեղները հետո կորոշենք էլ Ղարաբաղը մարզա Ղարաբաղ հանրապետությունն Ղարաբաղ ինչա բայց Մոսկվայի ցեկայից երևի 5-6-րդ մարտն է եղել ոչ պակաս էլի այդ մարտուն ուղարկել են դա այն փոս եմ ասում ես Ղարաբաղի սաղի համար փոս է էլի որ դա 4 կողմից շրջափակված մենակ մի ճանապարհ ձորի մեջ Ձեզ լավ, բայց այդ ասածը մեկը հիմք չտալիս ինձ հավատամ, որ Մոսկվան չէր ուզում Ղարաբաղը միացնել Ադրբեջանին, որտեղ դրանից 70 տարի առաջ, 68 տարի, թե 69 տարի առաջ արդեն տվել է Ադրբեջանը ինքնավար մարզ։ Ալմատայի հռչակագրով, եթե ես չեմ սխալվում, ինքնավար մարզերը մնում են լիարժեք տվյալ պետության կազմում, տենց են որոշել։ Հիմա այդ Վոլսկին հավանաբար ինքն էլ է ուզեցել, որ Ղարաբաղը լիարժեք խաղ ճանապարհ ու փոխանցի Ադրբեջանին ըստ իրաց ընդունած որոշման Ալմատայի։ Բայց Քոչարյանը դրան դեմ է դուրս եկել։ Իսկ Քոչարյանը, եթե ես ընդ չեմ եղել, եթե վերլուծենք, ազգային շահ է հետապնդել, Մայր Հայաստանի միացման process է սկսել, ուրիշ բանա չի կարացել ավարտի, ուրիշ բանա շեղվել է ճամփից, բայց 88 թվի 90 թվի Ռոբերտ Քոչարյանը մինչև 94 տիպ թեկուզ ես համարում եմ որ ճիշտ գործընթաց է սկսել եթե ինքնակամ է սկսել եթե հայերի պահանջն է եղել դա այլ ոչ թե Մոսկվայի որ պատերազմը լինի մեզ անջատ են իբր Ադրբեջանից հետո 30 տարի հետո լինի այն ինչ որ եղել է
Շատ խառնաշփոթ պատմություն է ախր։ Եթե Քոչարյանի այդ արարքը կողքից նայում ես, պետականամետ ազգային եւ Հայաստանը մեծացնող քայլ էր։ Բայց հետո իր գործողությունը Ժողովուրդ ջան, բոլորդ էլ ականատես եք եղել, աշխարհի ոչ մի մայրաքաղաքում Ռոբերտ Քոչարյանը չի ասել Արցախը Հայաստանի մաս է։ Ոչ էլ ասել է Արցախը անկախ պետություն է։ Հիմա Զացլավայի պատմած Ռոբերտ Քոչարյանի մասին 5+ է, որ ասում են, գնահատական է հնչվում։ Բայց իր կատարած գործը արդեն ես չեմ կարող հետագայում։ Դե 5+ էլ կա։ Գյուրգ Քոչարյան Ռոբերտի ղեկավարման ժամանակ 5+ էլ կա, որովհետև պատերազմ են խաղացել։ Բայց որ օպերացիան Քոչարյանը կազմակերպել։ Կապ չունի, որ նա կազմակերպել, բայց ինքը նախագահ է։ Հա։ Հարցը նա չի, որ պատերազմը հաղթում է, հարցը նա չի, որ չել երեխա ես ծնում կամ չգիտեմ, դու ես սկսում սարքել։ Պիտի կարաս սարքես ավարտես։ Այդ նույն ձևի Քոչարյան Ռոբերտից առաջ կար Գևորգը, որ ասել է գերեզմանակ սարքելու դու Ղարաբաղը։ Գևորգովը, չէ՞։ Գևորգովը, հա։ Գևորգովը ոչմ Բաքու Ղարաբաղցի արմատներով, բայց Բաքու ծնված ապրած վերջը բանիմաց գազը Գևորգովն է բերել։ Բանը երկաթուղին Գևորգովն է բերել Ղարաբաղ։ Ամեն կոլխոզ սավխոզի Պալանը գիտեր տոննաժով, խաղող ինչքան պիտի տային, միս ինչքան պիտի տային, բորթու ինչքան պիտի տային, այդ մարդը սավ գիտեր։ Ես իր մասին կներես Զացլավ։ Երեխա ժամանակ լսել եմ Գևորգովի մասին, որ Գևորգովը դավաճան է։ Թե ինչա Զացլավայի պատմածը հիմա որ արդեն հասուն տարիքում լսել եմ, այդ մարդը դավաճան չի եղել։ Այդ մարդը հերրատես մարդ է եղել, ու ինչ է ասել։ Ասել է դու Ղարաբաղը սարքել եք գերեզմանատուն։ Հիմա Գևորգովի խոսքերը 35 տարի անց 37 տարի, միգուցե 40 տարի անց իրականություն դարձավ, Ղարաբաղ դարձավ եղբայրական գերեզման, մեր գերեզմանները մնացին ընդ, բայց հայ չի ապրում ընդ, մարդը հերրատես է եղել, Ռոբերտ Քոչարյանը հերրատես չի եղել, սկսել ես մի գործողություն, որ աշխարհադեմ։ Ղարաբաղ ժամանակաշրջանը, իր Ղարաբաղ ժամանակաշրջանը, հերրատես է Ռոբերտ Քոչարյանը։ Ուր հասանք իր քաղաքականությամբ։ Ռոբերտ Քոչարյանը չպիտի գար Հայաստան։ Հայաստան եկավ Հայաստան, Ռոբերտ Քոչարյանը գյուղի ասեն վերջելի պրովինցիայից եկավ Հայաստան, Հայաստանում խաբեցին Ռոբերտ Քոչարյանին։ Որտեղից Մոսկվայից։ Չէ, Հայաստանը դիվիժենին ուրիշ էր, Հայաստանում այդ ամեն ինչ այդ կաշարքը, այդ չգիտեմ ամեն ինչ էլի։ Լավ ինչպես պետք է շերվել իր բռնացուղուց, է դասլավ։ Հասկացան, կարա մարդկային բանով փոխ մարդկային սաբլազնը ուրիշ է։ Մեկն առաջարկում, երկրորդն առաջարկում, երրորդն առաջարկում, արդեն միտեղ սկսում է, այնտեղը որ սկսվեց, ընդրից վերջ չկա։ Հասկացան, խորաս հարստանալու վրա կենտրոնացան, բայց ով իրան ասել շերվի Երևանցի ով է իրան ասել շեղվի Ղարաբաղի անկախության բռնած ուղուց, ով է ասել իրան, ոչ մեկ չի ասել, ինքը ինքնուրույն է շեղվել կամ էլ Մոսկվայի հրահանգով, Մոսկվայի առաջարկով, ես տեղյակ չեմ, դու էլ չես տեղյակ էլի Զացլավ, բայց մի բան հաստ է, եթե մարդը սկսել է շարժում, պետք է հեռանկարային սկսել է իմանալ, մի հատ բայց պաշտպանություն էլ ունեմ ես, այս մասով ինչի, որտեղ շարժումը չի սկսել Ղարաբաղցին հենց նենց տեղի ունեցել Սումգայիթի Բաքվի ջարդեր ու Ղարաբաղ սկսվել է այդ ամեն ինչը։ Մինչև այդ Ղարաբաղ դեպք է տեղի ունեցել, որ թուրքը 14 տարեկան 15 Քոչարյան Ռոբերտ սա գիտի։ Հա։ Մինչև այդ մեր Պետրոսյան Մուրադը ողորմացի։ Հա։ 66 թվին, թե 64 թվին։ Հա։ Հաստատ չեմ հիշում։ Քոչարյանը Զապարոժեցով է եկել Հայաստան, Սեյրան ջան, էդ էլ իմացի, ասում ինչ վիճակում էր գտնում Քոչարյանը, գրում եք ժողովուրդ չհասցրի կարդամ, ամեն դեպքում մեկ է ինքը իր բռնած ուղուց շեղվել է, այդտենց եմ գտնում և նորից վստահել ես իմ ճիշտ չի քաղաքականության մեջ, բայց վստահեն, էլի վստահեն, բայց ձև կա էլի վստահելու Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում պատերազմը որ պիտի սկսել, այդ վաղտ
պատկերացրեք զենքը փողով են խառնում ավտոմատը մոդա է այնտեղ սաղից իշքան Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի ժամանակով իշքան այնտեղ բիզնեսմեն կա այն վաղտը արդեն բանը մոդա էր էլի Գորբաչովը կոոպերատիվները մոդա էր գցել արդեն փող են աշխատում այդ թվում ես փող են հավաքում ես որ գնացել է տղեկի մոտ որ հավաքում են այդ փողը իշքան բա 100 ռուբլի ամենքը պարտադիրա ասում ես 3 կետ ունեմ ավտոլովացում յուղ են փոխում ու հացնել տեղ պատկերացրեք անում եմ 300 տալիս եմ ասում պետք չի սլակ 100 Էրիկա ասում չէ ես եթե հավաքում եք հավաքենք ու ինքը սաղ տեղյակ է կներես էլի այդ բանը հին պատմությունները կարող նախ քեզ բարևում են լիքը ողջունում են հալաճանաչողները կան հունցածած սլավան գրում են դա բարևները ժողովուրդ ձեզ ով ճանաչում է սլավային բայց դե Սեյրանը ստեմի բանա գրել Ղարաբաղցի է Սեյրանը ասում է ասեք ինչ վիճակում էր գտնվում Հայաստանը Ռոբերտ Քոչյանի իբր Հայաստանը ոտի կանգնեց մի ժամանակներից այ ես տենց կպատասխանեմ դա սլավան իր մասով կպատասխանի ինքը մի ժամանակների մասել կառավարել է երբ որ ԽՍՀՄ քանդվել է եւ Եվրոպայի դռները բացվել է անկախ պետությունների առաջ օգտվել այդ վիճակից եւ այն ժամանակների սփյուռքահայության մեծ աջակցությունը Ռոբերտ Քոչյանը օգտագործել է թե ինչ որ դրական գործերում, թե ինչ որ դրական իր գրպանային գործերում, որից հետո ես ասում եմ հարցից կարդալ։ Ասում այն ասա Սեյրանը Ղարաբաղից է, իբր Խոստովանի էլի, որ Ռոբերտ Քոչյանը չլներ Հայաստանը ոտի չկանգնի, Հայաստանն ինքը ոտի կանգնեցրեց։ Նկատի ունենալով հավանաբար Տեշեր, Սեյրան ջան, շատ բան ճիշտ չգիտեք։ Այն ուրեմն եթե Ռոբերտ Քոչյանը ասում է իմ ժամանակը շրջանում այսքան վերջելի լավ ենք ապրել իմ ժամանակը շրջանում այսքան sense ենք արել այդ այն 7 շրջանի թալանն էր հա դες ամենագլխավոր բաներից մեկը 7 շրջանի թալանն էր այդ մեկը ես միշտ մոռանում էի բայց դա սլավան լավ հիշեցրեց թալան ես միշտ Քրքոյանի ազնավուրի ու մնացած սփյուռքայի աջակցությունն էի հիշատակում էի այս ինչ հիշատակեցին որ բայց իսկապես թալանը լավ ես արդեն այդ թեմայով չեմ ուզում շարունակեմ ու դա սլավա երևի դու էլ չշարունակես որովհետև մեզ կարող է ուրիշ տեղեր լսեն լավ կլինի մեր խոհանոցը մենք լավ գիտենք խի Սեյրանը չգիտի Սեյրանը Հայաստանը մենակ են չեղել որ այդ 7 շրջանից է եղել հայություն այնքան ավողնել հա շատ ու շատ ով ունի հիմա փաստաթուղթ որ օրինակ 100 միլիարդ դրամից Ռոբերտ Քոչյանը 100 միլիարդը ներդրել է կամ 98 միլիարդն է ներդրել պետության վրա Միգուցե 98 լավ 60 միլիարդը իր մոտ մնացել 40-ն է ներդրել ունեք հաշվետվություն չունեք դե մի հիշատակեք արել այդ դրական բաները պետք է այնքան անել որ Նիկոլ Փաշինյանը ժառանգելով մի պետություն Իրանից Սերժ Սարգսյանից ինքը սենց թակավորի նման ապրեր ասել այս ինչքան ստեղծած կա այս ինչ հզոր բանակ են ստեղծել այս ինչ հզոր պետական բյուջե են ստեղծել լիքը բաներ Նիկոլ Փաշինյանը 35-րդ տարվա վարչապետն էր 91-ից անկախացել է 18-ին ինքը նստել է չէ 9-20 ոչ 27 տարի ուրեմն 91 9 տարին դե 18 տարից դե հա 27 տարի հետո 27 տարվա պետությունը իր ձեռնավերցնում Նիկոլ Փաշինյանը 27 տարում չեն կարողացել կառուցել մի այնպիսի պետություն որ Այսքան բաները հետո չջարդվեր Նիկոլ Փաշինյանի գլխին ու ասենք տեսեք Նիկոլն է այսօրվա պատասխանատուն այո Նիկոլը ունի պատասխանատվություններ լիքը այդ թվում նաև որ նրանք ազատության մեջ են երեք իմ եթերս դուք շատերը ճիշտ չեք հասկացել բայց շնորհակալ եմ որ շուտ եք արել որոշ մարդիկ ցույց տվել իրանց դեմքը թե իմ քննադատությունը Փաշինյանի հանդեպ որ չի ձերբակալել հանցագործներին ու նույնիսկ նենց հարել որ բերել է պարլամենտ հələ մի հատ էլ ուզում եմ նորից իրանց բերի պարլամենտ երկրորդ ուժ երրորդ ուժ Բավոս չքննադատեմ դուք ուզում եք Ռոբերտ Քոչյանը Սերժ Սարգսյանի թիմը իրանց արբանյակային ուժերը երկրորդ ուժ դառնան ազգային ժողովում եթե ուզում եք դուք նիկոլական չեք դուք կակրած դուք եք քոչարյանական դուք եք սերժական իսկ Գևորգը ոչ նիկոլական է ոչ քոչարյանական ինչ կա դրանից խոսում է
ջղայնացա մի պահ լավ է երեկվա եթերից պատճառով թող ձեզ լավ ես կուզենայի դու օրինակ առաջարկությունը լավ քննադատել ես եմ քննադատում դու էլ բայց ինչ առաջարկենք ինչպես կարելի է այս հարցերը լուծել իրավական առումով Նիկոլ Փաշինյանը ոչ մի հարց չի լուծել իրավական առումով Ռոբերտ Քոչարյանը պարզվել է ինքը ոչ հանցագործություն արել ոչ իր ժամանակ սպանություններ է բացահայտվել հասկանում եք ընկերներ ջան բլոգերական մակարդակի ընդհանրապես բան է ցեզ գնում Նիկոլ Փաշինյանը բլոգերը Ռոբերտ Քոչարյանը քննադատում Ռոբերտ Քոչարյանը բլոգերը Նիկոլ Փաշինյան իսկ ես ներտրա բլոգեր ես որ երկու կողմի քննադատում են չգիտեմ մարդիկ էլ են մոլորվում ասում որտեղ տեղավորցնենք այս տղուն աշխատանքի Գեորգ նենց որ առաջի անգամ ես խոսում եմ կամ միտք եմ արտահայտում երկու անգամ էլ վերջելի մի ուրիշ ձև է եղել որովհետև համ իմ անգարագիտությունս, համ իմ ապրած կյանքս, ինձ վերջել է ամեն ինչը, այդ թույլ չտալիս այդքան բաներ խոսամ, երևի կոնկրետացնենք, հա, այսօրվա վրա ընտրությունները, ես ինչ եմ ուզում, ամենա գլխավորը, որը որ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին ես կուզեի Ռոբերտ Քոչարյանը մտնել պարլամենտ չգիտեմ դա քանի տոկոսով ոնց բայց դե եթե մտնի այս մեզ այսօրին հասցնողը պատկերացրեք ես այնքան Ղարաբաղից ոչ մի ղեկավարի այնքան չեմ հավատում ինչքան էլի Ռոբերտ Քոչարյանին բայց Ռոբերտ Քոչարյանը պիտի գնա զիջման իր անձնական իր ընտանեկան իր ամեն ինչից եթե ուզում եք ազգ լնենք եթե չեք ուզում որ փախստական լինենք պատկերացնում եք մեր գյուղում էլ ձեր գյուղում էլ կարող է եղած լինեն փախստականներ, որոնց որ գալմ էին ասում, մջևերջը գալմ էին ասում, այսօր բերելը հասել գալմ ենք մենք, արդեն այդ օտար էլի, օտար, եկվոր, տենց աչե գալմ են թարգման։ Ոչում էլ է չգիտեմ, ցեխից դուրս պրծած ժողովուրդ էլի, որ ասում է կեղտոտ ժողովուրդ, այդ ասեմ, որովհետև դա եղել է սա մեր կյանքի, մեր ազգի պատմության մեջ ամեն տեղից փախել են, եկել են, չեն ընդունել, ղարսեցիներին չեն ընդունել, մի վաղ աղբարներին չեն ընդունել, նրանից հետո Սումգայիթ, Բաքվից այնքան նորմալ ժողովուրդ են եկել, լավ տղերք, տո հարուստ, տո չգիտես մի ուրիշ բան գողական, չգիտես ցեխավիկներ ինչ էր, մեկը ոչ մեկին չենք ընդունել։ Սաղ եկան ու գնացին, մեկը չմնաց, սաղ այնքան տղեր գիտեինք, որոնց հետ կապ ունեինք, որոնց ճանաչում էինք։ Այս հիվանդությունը էլի, վատ հիվանդություն, հայկական։ Դե եկեք այդ հիվանդությունը վերացնենք, կկարանք այդ հիվանդությունը, այդ հիվանդության պատճառը շատ փող սիրելն է, շատ իր ամենքի իր երեխուն սիրելն է, ընտանիքին, ոչ թե ազգին։ Այդ լավ չի էլի։ Դե լավ չի այդ վիճակում ենք, այս ինչա մեր ժողովրդի վիճակը, այսքան ցավը, այսքան դարդը, այս ժողովրդի վրա չի լինի դա, չի ոչ մեկ չի կարա մարսի, ոչ մեկ չի կարա մարսի, սաղի քթծակելով գալու է, ոչ մեկ չի գերեզմանում, իրանց երեխուց անհանգիստ են լինելու, չեն կարելու գերեզմանը մահացած, իրանց ոսկորները հանգիստ չի լինելու։ Բայց եթե իրանք հասկանում են այդքանը։ Պիտի հասկանան, Գեորգ, պիտի հասկանան։ Ես գիտես ինչ, կյանքս նենց եմ ապրելու վերջել է, համ կարդ խաղացած կամ, համ չգիտեմ կրված կամ, համ կրած կամ, համ թե փողը եկող գնացող է։ Այսօր, բայց աշխարհում էլի փողն է հարցը լուծում։ Էլի փողն է հարց լուծում։ Եթե ուզում է գնա անդորությունները Ռոբերտ Քոչարյանի խորտ կտայի, ոչ թե
ձևական վիզարնի որ կարա աղքատապրի որ կարա իր երկրում մնացածին ամենագլխավորը Ռոբերտ Քոչարյանը ինքը եթե վիզարա որ կարա աղքատապրի կարա իր երեխան առանց ախրանայի առանց չգիտեմ վերջելի վախելու այդ երեխան պիտի Երևանում կամ մի ուրիշ տեղ ապրի պիտի աղքատապրի եթե ուզում ենք եթե ինձանից այն ինչ-որ մի բան գախված ինձ էլ ինչ-որ մի բան ունեմ պատրաստ եմ մի բան էլ ես օգնեմ Իրանից հետո եթե ինքը ասեց ես թող ասի ես առանց ֆալշի ես ու մնացածը սա կդնեն պատկերացրեք Ղարաբաղից էլ չենք հրաժարվի արդեն փող ամեն ինչ անում Առաջարկում ես որ իր այդ ունեցվածքը 50% չի հələ դաշը 90% դնի մեջտեղ Ռոբերտ Քոչարյանը գիտի ես որ բիզնեսմենը ես եմ ես բուֆետ եմ աշխատել կոմունիստների վաղտ ես չգիտեմ օբյեկտ եմ աշխատել մի շիշ ջրից մի կոպեկ էր ինձ մնում Ռոբերտ Քոչարյանն ինձ թալանչի էր հաշվում իմ հետ նույն կոմբինատը կաշով կոմբինատը ինքը պարտորգ էր ես բուֆետչիկ պատկերացրու վիճակս էլի 3 կոպեկից հետո արդեն ակտը 3 կոպեկից շատացավ Տուգանում են հա Տուգան չի է դատա հա Բայց իրան չի դատի ինքը իրան դատեր էլի որ այդքան արստացա որ Քոչյանը 2 ժամանակի ժամանակատված ունելի քաղաքական կյանքի ես անձնական ոչ մի խնդրեմ չունեմ Քոչյանի հետ ոչ Նիկոլ Փաշինյանի հետ բայց բոլորի հետ քաղաքական խնդիր ունեմ բոլորի հետ Նիկոլ Փաշինյանի պարտքու պահանջ ունենք բոլորս 18 թվի խոստումները 18 թվի մեր ուրախությամբ որ մերժեցինք Թալանը Ալանը էսեն վերջում ազատության մեջ են հիմա ես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կյանքը բաժանում եմ 2 հատվածի անձնվիրաբար նվիրում ինչ պատմեց Զացլավան որ նույնիսկ 1 կոպեկի համար 3 կոպեկի համար եթե Զացլավան գողանար կոպիտ ասած դատի կտար Ռոբերտ Քոչարյանը 3 կոպեկից ավել 3 կոպեկից ավել հա դե հիմա 3 կոպեկը ենթադրեք այսօր 300 դրամն է 3000 դրամն է դրա համար դատի Ռոբերտ Քոչարյանը դատի կտար Զացլավային չնայած անձնական ծանոթություն անձնապես ծանոթ էին էլի իմացակ այս շնորհք բաները չմսի հիմա գազ են տալիս մոտոցիկլը Հա, բայց Ռոբերտ Քոչարյանը դες այդ 3 կոպեկ դատի տալու թեմայի համար, որ 3 կոպեկի թեմա կա, դրա համար դատի կտար, բայց եկավ միլիարդների համար ոչ ինքը դատվեց, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը այսօր դատեց իրան։ Լավ, ընկերներ ջան, պետք է հիմա հասկանանք, Զացլավան միտքը այսպես է սկսել, ես ուզում եմ իմ ձևով մեկնաբանեմ, ինքն ասում է, էլի Ռոբերտ Քոչարյան դու կարաս մնաս քաղաքականության մեջ, բայց էլի մտնես խորհրդարան 3-րդ ուժ, 4-րդ ուժ, փոքր էլի, իշխանությունը չի Զացլավան ուզում որ լինի, բարձա, ես էլ չեմ ուզում, բայց ասում է այն ինչ որ վերցրել ես, լավ ներդիր, մանավանդ քո զեմլակները այսօր անտ ունեն, քանի զեմլակի ես օգնել, չես օգնել, գոնե հիմա լինի, առաջարկություն անեմ, Ռոբերտ Քոչարյան, որ ասում է դիր օբշակ էլի օբշակ չէ հասարակության մեջ դիր քո ունեցվածքը բոլորը գիտեն որ լիքը հարստությունների ես տնօրինում բայց այսօր լիքը արցախցիներ հացի խնդիր ունեն նույնիսկ ես ձեզ հələ երկրպագում են Ռոբերտ Քոչարյանին արցախցիների մի ինչ որ մեծ ստվար խումբ կա որ երկրպագում է ես զարմանում եմ մեր այդ արցախցիների վրա դուք 1 դրամի 1 հացի օգուտ եկամուտ ստացել եք Ռոբերտ Քոչարյանի կողմից աջակցություն ոչ ինչ եք ստացել 40 + 10000 որտեղից է Հայաստանի Հանրապետության բյուջեից դուք տեսել եք Հայաստանի Հանրապետության հայության նաև լավ վերաբերմունքը եւ շարունակվում այդ լավ վերաբերմունքը ուղղակի այսօր սոցիալ-նախարարությունում էի մեկին Սևանա վերաբնակվել Ղարաբաղցի ասում է այան մեր Սևանը մենք Ղարաբաղցի կա ասիտիկին մենակ Սևանում չի ամբողջ Հայաստանի մասշտաբով Ղարաբաղցիներ կա մնում է որ մի քիչ ճիշտ զորույցներ անեն էլի որտեղ կամերեքի առաջ բան շատ եք լսում արցախցիներ որ անշնորհակալ ահված կալնում կամ անեցքո հայոյան կալնում օրվա իշխանության հանդեպ ընկերներ ջան դուք չեք ընտրել ոչ մի իշխանության իրավունք չունեք անիծելու հայհոյելու դուք ունեք ընտրված նախագահ Ղարաբաղում որոնց կարակ եւ անիծեք եւ հայհոյեք եւ պահանջներ տնեք այսօրվա իշխանությունը Հայաստանի կարակ ընդհանրապես լավ չասեմ ես իմ պահելաձևում արդեն մարդիկ գիտեն ինչպես են պահում չնայած նրան էլ բայց սոցիալական ֆինանսական խոսքի աջակցությունները որ մեզ օգնում են էլի դրանով խոսքի ես չեմ կարող էլի քաղաքական գնահատականներս չհնչեցնել իսկ իմ գնահատականները Հայաստանի հայությունը գիտակից
մասսան ընդունում է ողջունում է, որ Գևորգ Արստամյանը բաց թողումների, սխալների մասին բարձրաձայնում է։ Առաջում այսքան է այս թեմայում։ Հուսում եմ հասկացաք թեման, որ Ձյաձլավան առաջարկում է որպես Քոչարյանին աղքատ ժամանակներից կամ սովորական կյանքից ճանաչող մարդ, ասում արի մի հատ էլ վերադարձի քո սովորական կյանքին։ Ճիշտ չէ՞։ Հա, մի հատ էլ վերջաբան ասի։ Հա։ Գեորգ, ուրեմն առաջարկությունս այնա, որ առաջի երթի մշեղ ընտրությունները հլականից ամսի ժամանակ 25-ն է այսօր, 25։ Եթե կարա Ռոբերտ Քոչարյանը իր երեխեքին, իր ընտանիքին համոզի, որ աղքատ ենք ապրում, դնի այնքան պայի այնա ես եմ, բիզնեսմենը ես եմ, թող այդքան էլ ամենքը իր երեխեքի պայի, հեսա ինձ էլ ունեմ, ստեղ էլ ունեմ, ընդեղ էլ ունեի, թող այդքան էլ իր երեխեքի համար պահի, թող այդ երեխեքն էլ իրան ապրեն ու բարգավաճեն, եթե չէ, Ռոբերտ Քոչարյանը, եթե չգնաց նրան, ես իմ կողմից խոստանում եմ, մեր լսողներին էլ, մեր բոլոր հարազատներին, հայազգին, Ղարաբաղցիներին, չգիտեմ բոլորին, ես ընտրություններից հետո խոսք եմ տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չի ապրելու, ընդեղ ասմա, չգիտեմ ով ասել, բայց սենց բան եմ լսել, ասմա 100 հոգի պատերյոտ տվեք ինձ, ես հեղափոխություն անեմ։ Ես 300 հոգի կամավորական 500 հոգի։ Չէ, ինձ 100 հոգի։ Տան հերիքա, ես որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը չթողեմ Հայաստանում ապրել։ Ես խոսք եմ տալիս, ընդեղ ով է համաձայն իմ հետ, ինչա, մեղավորներ շատ ունենք, չեմ ուզում գեներալներից խոսամ, չեմ ուզում մնացածից խոսամ, ընդհանրապես ինքնա առաջինը եղել Ղարաբաղում ու իրանից է սկսել այս ամեն ինչը։ Եթե անի Ղարաբաղցիները կողքին կանած կլինենք, կամ թե չէ պետք չի, մեզ տենց մարդ ստեղ փող աշխատի ուրիշտեղ երեխեք ծնի, թորնիկներ, ես այսքանը խոսում եմ ավելի շատ իմ ընտանիքի, իմ թորնիկների մասին։ 8 թոռ ունեմ։ Պատկերացնում եք, ես նրանց ապագայում եմ։ Մտածում ես բայհարկե իրանց ապագային։ Ինքն էլ իր թորնիկների, եթե ուզում է իր երեխեքը, իր թորնիկները հայ ազգը ընդունի, Ղարաբաղցիները ընդունի, կամենակ այդ ձևով, եթե ինքը որոշվի, կարա իր ընտանիքի հետ պայման կապի, չգիտեմ, երեխեքը հարուստ ապրած են, երևի չուզեն էլ, եթե ես մի բան եմ խոսք տալիս, ես գիտեմ, որ իմ երեխուն կարամ ամոզեմ, որ այսքանից այսքան ունենք, մի բան էլ տանք, դնենք են քո ասած ապշակը, դրանից էլ սկսվի հավաքվելը ու մեր Ղարաբաղի հոգսը, տենց էլ կարանք մեր Ղարաբաղի հոգսն էլ քաշենք։ Ճիշտ է։ Մեր Ղարաբաղի հոգսն էլ քաշենք։ Փողով ամեն ինչ լինում է, այնա օրինակը մեր կողքի հարևանը հանրապետությունը փողովա, սա հարցերը փողովա լուծում։ Ադրբեջանը։ Փողովա լուծում։ Վառ օրինակ, կաշառքով սա Եվրոպային կաշառեց, աշխարհին կաշառեց, Facebook-ում ավոյի նկարը տեղադրելու համար բլոկում են էջը։ Այդ Facebook-ի բանին ինչ է տերել է, մոռացան, վերջը, վաճառած է, իրանց սա առել է։ Ալիև առել է, Ձյաձլավան ճիշտ առաջարկություն անում։ Առաջինը դու Ռոբերտ Քոչարյան, դու ես եղել, Արցախից եկել ես տե, դու ես առաջինը հարստացել, դու ես հարստացրել քո շրջապատին, դու ես սովորացրել, որ գեներալը փորկցի ոչ թե ուղեղի վրա աշխատի, որ գեներալի ֆինանսները մեծանա։ Հիմա հենց առաջինը դու պետքա ֆինանսը ներդնես, որ քեզ շրջապատող այդ հարստացած մարդիկ էլ քո հետևից կրկնօրինակելով սաղ ներդնեն գումարներ, ու դրանով էլ գիտեք ձեր խիչնել մի քիչ միգուցե կհանգստանա։ Այս ժողովրդի անեցքի տակից դուրս կգաք։ Ինչպես Ձյաձլավան ասեց, գերեզմանում էլ ձեր ոսկորները հանգիստ չի մնալու, էլի, որովհետև ձեր վարած քաղաքականության արդյունքում ստեղծվեց այս իրավիճակը։ Ես չեմ ասեմ ձեր ձեռքը ստեղծվեց, ձեր վարած քաղաքականության արդյունքը այս օրն է, որի հա իշխանությունը ուրիշ է, ինչ կապ ունի, Ջևանցի Նիկոլ Փաշինյանն է այսօր իշխանության։ Կարող է օթից պետություն է վերցրել, գետնից է վերցրել, ժառանգություն է ստացել ձեզանից։ Եվ արեք ձեր այս արդարացի քայլը։ Ձյաձլավան մարդկային եւ ճիշտ առաջարկություն է արել։
Մենք չենք կարող այս առաջարկությունը ի կատարածել, քանի որ սա իրավական պետություն է, ամեն ինչ օրենքի շրջանակները մազնում։ Ես կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը այնպես անի, որ Ձացլավայի ասածը իրականություն դառնա, օրենքի շրջանակներում, բայց քանի դեռ չի անում Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ գոնե մարդկային գործոններ կաշխատի եւ իր վաղեմի ծանոթը մանկության ընկեր կամ շփում են ունեցել ախր բարձա էլի մի տարիքի մի հասակի մարդիկ են։ Արդ լավ առաջարկություն է, ինքը հիմա գլուխը բարձր քայլում է Հայաստանում, տենց է Ստեփանակերտի Ձացլավան քայլում, ախրանիկ չուներ։ Ինքն էլ է լիքը ֆինանսների է տիրապետել Ղարաբաղ, լիքը իրան հավասար քիչ էլ մարդ կային էլի, եթե քրտինքով էին ստեղծել։ Տենշի Ձացլավ, չհաշված պետական չինովնիկները, կներեք պետական չինովնիկները Ձացլավայինից էլ էին թալանում, ձեռից ոչ չխորանանք էլի, իրան էլ էին կպնում, որովհետև մարդը չէր թալանում, բայց պետական չինովնիկները իրաց գործը տենեն։ Գյուր, իշքան բիզնեսմեն կա, իշքան գործարած մարդ կա, սաղին պատվալով են անցկացրել։ Ես էլ չեմ հավատում։ Զենք հավաք, զենք առնելուց, պատերազմը սկսած զենք առնելուց, պատվալով թող մեր մեծահասակները հիշում են, իշքան մարդ են անցկացրել պատվալով, իշքան մարդ են նեղել, իշքան մարդ են տարել անտառում պահել, փող ուզել, իշքան մարդ մեծ զուբնույթ ատամնաբուժ կոլա ունեի, գնացել են կալկուլատորը ձեռները խփել, որ պիտի 80 կիլո ոսկի տաս։ Այդ մարդն ասել է, արա, այդ պանիր չի, այդ կարակ չի, մի բան ասեք, տամ ձեզ գնացեք, էլի չէ, 80 կիլո ոսկի պիտի տաս։ Այսքան տարի 80 տարեկան մարդը 60 տարի ատամնաբուժ ես աշխատել, այսքան ինք սաղ իր օրոք, սաղ Քոչարյան Ռոբերտի օրոք։ Այդքանը կատարվել է։ Հիմի Այդ բայց նայ նախ հետաքրքիր է ատամնաբուժին որտեղից ոսկի, ատամնաբուժը ատամներից ոսկի է երևի ավելցրել։ Ոսկի վախտը ոսկի ատամ մոդա է։ Մոդա էր, հա, պահել, լավ 80 կիլո մեծ կիլո։ Հիմա այդ Ռոբերտ Քոչարյանն է տենց արել, չէ՞, ճիշտ հասկացա, իր ժամանակները պատերազմի։ Փողերը վերցնում էին, ով որ ուներ։ Սաղից ինչքան բիզնեսը մարդ կար։ Սովետի վախտմանից, ոչ մեր դերձակները, մեր կոշկակարները, մեր չգիտեմ զագադովչիկ ենք ասում, սա ինտելիգենտ մարդիկ են, սա հարուստ վերջելի ունևոր մարդիկ են, այդ սաղ մարդկանցից սկսած են զապրավկումով աշխատումել ու վերջելի ինչեր անում, այդ վաղտ ձևը էդ էր, փող տվեք ու փող տվեք, հիմի փող տալի հերթը իրանցն է, փող տալի հերթը, այդ ոնց է կարացել են, որ ջայլ վաղտանից ինքը գիտե որ մենք ոնց ենք ապրել, ինքը ոնց է ապրել, մենք կարացել ենք վերջելի, մեր կյանքը նենց ապրենք, որ համ մարդ մնանք, համ բարեկամի օգնենք, համ ընկերոջ օգնենք, համ ամեն օգնենք, որ կարանք ապրենք հիմի ազգի մասին է խոսակցությունը, ազգ պիտի լինենք, կամ հիմի, կամ երբեք, այդ էլ Սիմոնյան է խոսքն է Արարատի տրիների, որ մտել է բանը, հանդերձարանը Կիև հետ խաղալուց առաջի տայմը 0-0 մտել է հանդերձարան, ասել է «Իլի շյաս, իլի նիկագդա», են նույն վիճակում ենք, մեկ էլ 5 տարիդ հետո է հանդերություններով, անում եք, թե չեք անում, ամեն ինչ էլ փողով լինողն է, են սուտ է, որ դեմոկրատիա է, չգիտեմ ընդեղ ես մեկը փող վերցնող չկա, փող տալը դժվար է, այն նորից եմ ասում, մեր հարևանը, տեսեք փողով ինչեր է անում, դրա մասին է մտածել։ Կներեք, մի հատ աբսուրդային վիճակ ստեղծվեց այս պատմության շուրջ, ինչի ասեմ, մեկնաբան եմ։ Ձացլավան հիշում է հիշատակում է Ռոբերտ Քոչարյանը, թե ինչպես է կարողացել մարդկանցից, որ ասեց էլի մեկը դերձակ է, մեկը ատամնաբուժ, ես sense կխոսեմ, մեկը ատամնաբուժ չէ, կարողացել է իրանցից վերցնի գումարը եւ ներդնի պատերազմի ժամանակ զենք առնելու համար, բան, պետության համար։ Հիմա աբսուրդը նրա մեջ է կանում, որ իմ մոտ այսպիսի միտք է ծագել, որ խորհուրդ տամ Նիկոլ Փաշինյանին, որ գնա խորհուրդ հարցնի Ռոբերտ Քոչարյանից, ասեք ոնց ես արել առաջ, արի ձևը ցույց տուր, պարոն Քոչարյան, ես էլ նույնը անեմ ձեր հանդեպ։ Պատկերացնում եք, հետաքրքիր վիճակ է էլի ընկերներ ջան, ուրեմն պետք է այս իրավիճակը լուծվի միևնույն է համերաշխության ձևով։
պետք է հասարակությունը բավարարված զգա իրան հոգեպես հասարակությունը 18 թվից լսում է բռնելու եմ դատելու եմ միջև հիմա կզզնելու եմ արտահայտությունները բայց չի տեսնում այդ ամեն ինչը հիմա բերեք ես առաջարկում եմ որ պախարոշում այսպես ասած լավով թող Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանցից ներքին կարգով զանգի ասի այն ինչ որ հիմա մենք խոսացինք ներդրեք ձեր գումարները դրեք սեղանին ասեք այսքան միլիարդ դրամ ենք տալիս Նիկոլ Փաշինյան երկիրը կառուցի վերջի այս պետությունը մենակ Նիկոլ Փաշինյանն չի ոչ էլ ձերը պետքա լինի Ռոբերտ Քոչարյանը ոչ էլ Սերժ Սարգսյանը ոչ մեկին չի անհատապես Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր հայ է նույնիսկ այն հայն ով որ չի ապրում Հայաստանում բայց դրսում աչքերը թած կարոտով Երազում եմ որ մի այնպիսի պետություն ստեղծենք մենք որ նորից հետ վերադառնանք կամ եթե նույնիսկ դել չեն ծնվել գան վերաբնակվեն Հայաստանում յուրաքանչյուր հայ կուզենա որ սա լինի բայց մինչև օրս մենք չենք տեսնում դա ճիշտ է դրական բաներ էլ է կատարվում երկրում ես չեմ կարող դրա վրա աչք փակել իսկապես երկրում դրական բաներ էլ կա բայց այդ դրական բաները օրինակ ինչ չի բավարարում երբ որ տեսնում եմ խոստումներ 8 տարվա մեջ որը չի կատարվել Ձացլավայի ասածը հա ամենաճիշտն է տակը գրում են Ձացլավա դե պրինցիպի ավելացնել բան չկա եթե կա Ձացլավ հա եթե գալա հա եթե կլինի ոչինչ հետո մենք էլի միասին կարող ենք եթեր ունենալ նույնիսկ եթե դուք հարցեր գրել եք ստեւի ես չեմ ընթերցել միգուցե այդ հարցերը կպահեմ մոտս մյուս մեր եթերի ժամանակ էլի ես ուզեի այդ 100 հոգին հավաքվեն ընտրություններից հետո մի հատ կխոսանք հələ հետաքրքիր է թող էս եթերը 100 հոգի մարդ կհավաքվի Ձացլավայի հետ գնա Ռոբերտ Քոչարյանի տան մոտ ասի Ռոբերտ Քոչարյան դուրս արիստե ու Ձացլավան ինքն է այսքանը խոսալու Ռոբերտ Քոչարյանի հետ դուք 100 հոգիդ կարևորը որ ցույց տաք որ այս մարդու խոսքը լեգիտիմ է ժողովրդի սրտից է դուրս եկած բարձա որ կասեք այո համաձայն ենք բայց ինձ հետաքրքիր է Ձացլավայի մոտ մարդ կկանգնի 100 հոգի ես շատ կակնկալեի որ արցախցիներ լիքը կանգնեն չնայած նրան արցախցիներ Ռոբերտ Քոչարյանին աջակից շատ կան բայց ցանկալի է որ ճշմարտություններ աջակցեք մարդը Զապարոժեցա ունեցել Ստեփանակերտ այսօր նույնիսկ իր բան որը չի ունենա Զապարոժից հաստատ բրաբուսով կլինի ֆռալուց հասկանում եք Սենց նրբություններ կա երևի այսքանը ժողովուրդ ջան ամեն դեպքում ոչ ես ոչ Ձացլավան ոչ մի քաղաքական ուժ չենք ներկայացնում ոչ մի կուսակցությունում չկանք մեր համար մեր շահը մեր պետությունն է մեր ընդհանրապես միտքը եւ խոսքը արդարության ու անկեղծությանն է միտված Մարկագրմա ես կգամ Գևորգ ես կգամ շնորհակալ եմ որ եթե պահը գա այդ գործողությունը կատարել հուսով եմ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում թույլ կտա մեր այդ օրինական պահանջը ներկայացնենք չեն ճնշի ոստիկանների կողմից չեն ճնշի իրավահամակարգի կողմից եւ ամեն ինչ նորմալ տեղ կհասնի Գևորգ որ ճիշտ խոսող ես մի հատ հարցրու կազինոն մարդու թալանում է թե ոչ դե մեկին Սպասի հարցին պատասխանի Ձացլավան հա սերիան դա հարցնով կազինոյել սպասի դեմ կազինոյել պահած կա Ղարաբաղի բաշի բուզուկների մեջ կազինո պահած կա ամեն Հայաստանի 2 տարի է պահած կա առաջինը երկրորդը այդ ես ինքս ազարտնիկ եմ թող գրեն ստեղի կազինոյի Տերերը ինչքան կազինոյում խաղացած կամ ու ինչքան գրված կամ սա կյանքս 14 տարեկանից սկսած կարտ եմ խաղացել ու նշ որ այդ կազինոն ես ինձ ինչ էր բերել ես ամեն բիզնես էլ ունեցել եմ ես իմ բիզնեսների տեղել պատասխան եմ տալիս մենակ 2000 ոչխարով սար եմ գնացել խանութներ ա եղել ինձ ամեն ինչ եղել է մի հատ նախարար մի հատ չգիտեմ մարզպետ 2000 ոչխար պահես, եկյա ֆերմա ունենաս ու մի օր մեկը չգա կաղնի ասես ինչ ես անում։ Կամ խի ես անում, կամ լավ ես անում։ Էդ էլ չի եղած։ Կազինոները մեր ոնց են պահել իրանց այդ կազինոյի խաղացողները, պաշտոնով մարդիկ, բագոնավոր մարդիկ, անունով մարդիկ, սաղին էլ զապիս ունեն։ Թող դնեն ու ցույց տան այդ կազինոյի պահվածքի ձևը, էդ էլ է մարդ ճանաչելու տեղը, կազինոն էլ է մարդ ճանաչելու տեղը։ Էդ էլ է մարդու համար։ Էդ էլ եմ արել, հա։ Միտքներ ես խոսքը կտրիմ դասլավ։ Ժողովուրդ, ուրեմն ոչ ես եմ հիմա անուններ հնչեցնում, ոչ էլ կցանկանայի Ձացլավան հնչեցնել,
ինքը որ Երևան կազինո էր պահում։ Ինչ գեներալներ էին դե կազինո խաղում։ Անունները չեմ ուզում։ Ինչ գեներալ, հա, ես օրինակ գիտեմ Զացլավանը ճիշտ չի համարում, էլի որ խոսքի sense զրույցները հրապարակային ասվի, որովհետև մենք չենք մտնում անձնական դաշտ, կապ չունի դա, բայց ասեմ իմանալ, շատ կարճ խաղացած կամ խաղալուցել, նես չի որ փող չի եղել ու խաղացել եմ, նես չի որ շատ մարդու հետ պարտքենք մնացել կամ թե չէ մեզ են պարտքենք մնացել, հետո փողի բանով ես աղքատությունից եկած մարդ եմ, միշտ դրա մասին եմ մտածել, ես փողի մասով չեմ էլ խորացել, որ ինձ այսքան լինի կամ այնքան լինի, բայց մի բան գիտեմ ես, եթե մարդ մահանում է, Աստված ողորմի, մեր բոլոր անձավորներին, Աստված ողորմի մանավանդ մեր երիտասարդությանը, մեր երիտասարդ զոհերին, այն Ադրբեջանի սարքած կարակով վարվածներին, ինչքան ոչ մեկ ռիսկ չանում ասի, որ այն սարքած ա եղել, եթե դեռ պայթուն չներ, չէր կարող այնքան մարդը մահանար, կամ թե չէ վիրավոր լինի։ Փողը շատ մուխանատ բան է։ Մարդ տանում է դիակը հողը մոտենում։ Մինչև մի շաբաթ, հենց նույն օրը հողում դրեցին հանգստանում են։ Մի շաբաթ ավելի են հանգստանում։ 40 տալուց ավելի են հանգստանում։ Տարին տալուց։ Եթե չասեմ մոռացվում է, բայց գնացող շատ քիչ է ելնում։ ճիշտ է։ Փողը չի մոռացվում։ Փողի ժամանակ չունի, այդ չի մոռացվելու։ Փողը դու ես պարտք, մինչև կյանքիդ վերջ հիշում ես ամեն օր, Աստծո տված ամեն օր։ Քեզ եմ պարտք, էլի հիշում ես։ Գումար էլի, նայած ում համար ինչքան գումարը։ Փողը չի մոռացվում։ Այդ չի մոռացվելու։ Հույս չպահել դրա վրա։ Ինչ անում ես մարդու հետևին, այս մասը դիտենում է։ Այդքանը հələ որ եթե հետո խոսալու կգնենք խոսամ։ Կներեք ավել պակաս։ Ժողովուրդ ջան, այսքանը ինչ ասեմ, Զացլավայի հետ ճիշտ ասած առանց եթեր շատ բաներից ենք խոսում, շատ ինքն էլ էմոցիաքը տեղանում չի զսպում, հələ մի երկու բան էլ հերները անիծում է, բայց տեսեք ինքը հանգիստ կարողացավ եթերը տանել, որտեղ գիտի որ աղջիկ երկել կամ մայրեր կամ քույրեր կամ մեր եթերում, հա Զացլավան այս 4 պատի արանքում նստած ես ու ինքը շատ բաներից ենք խոսացած, ինչպես որ Ստեփանակերտում Արցախից որ ասում ամենաթանկ հուշ եւ ամենաթանկ մարդ որ կարելի է ասեմ բերել եմ ոչ թե բերել եմ դի սխալ արտահայտություն է որ ունեմ հիմա Երևանում դա Զացլավան է որովհետեւ իր հետ լիքը զրույցներ ու լիքը ապրած կա Ստեփանակերտից չեմ փոշմանել որ նման մարդու հետ եմ ծանոթացել տակն դուք էլ եք գրել որ ապրի ողջուն մեծ Զացլավային իր խոսքերի համար բոլորս էս սխալական ենք բոլորս միգուցե էս մտքեր մեր արտահայտված մտքերի մեջ էլ կա ինչ որ բաներ որ դուք չեք կիսում բայց կարևորը բուն նյութը եւ բուն թեման այն էր որ սաղսել ունենք սխալներ այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյան դու էլ քո սխալները ընդունի եւ այդ սխալների հատուցումը թող լինի ֆինանսական մեծ ներդրում ժողովրդին այն ժողովրդին որ այսօր խոցված է ինչու՞ չի միայն արցախցիները չեն խոցված Հայաստանի հայությունը նույնպես ցաներ կյանք ա ունեցել չնայած նրան տակայինա գրում են բա Հյուսիսյան պողոտա է սարքել չգիտեմ ինչ է սարքել լույս երակցել Երևան մի փորձեք օգտվել էլ հա բայ իհարկե բայց միջազգային տնտեսական աճը որ միջազգային է դա կամ տարածաշրջանային տնտեսական աճը մի վերագրեք Ռոբերտ Քոչարյանի վրա որտեղ բոլոր պետությունները իրար հետ կապ ունեն այդ թվում եւ այսօրվա վիճակը Հայաստանում արագ տնտեսական աճ կա Հայաստանում դրա մասին Պուտինն էլ է նախանձով բանով խոսում հա նես չի թաքցնում նախանձը ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա Ստեփարզա Նիկոլ Փաշինյանի գործոնն էլ է Նիկոլ Փաշինյանն էլ է բայց թե ասես սրա տակը ուրիշ բաներ չկա կա իհարկե օրինակ Արցախի հարցի փակումը դա Հայաստանի Հանրապետության համար տնտեսական ուղիների բացում է եղել որովհետև մեզ ուրիշ ձև է նայում Ղարաբաղի հարցի շրջանակներում մտածում են թե մենք օկուպացրել ենք Ադրբեջանի տարածքը այնինչ մենք ազատագրել ենք պատմական հայկական հողը որը պետքա պահվեր քրտնինքով որ չհասներ արյան այստեղ կարևոր փիլիսոփայական միտք կա եթե քրտնեինք ժամանակին 25 տարի շարունակ Արցախի համար համարժեք քրտնեինք
մեր տղերքը այդքան արուն չէին տա, ու Արցախն էլ լրիվ չէին կորցնի։ Այսքանը հաջողություն, լավ մնացեք, կապով կնենք ժողովուրդ ջան։